1930-ական թվականներին, երբ բազմաթիվ գրողներ էին աքսորում և գնդակահարում, այդ աքսորված և գնդակահարված գրողների դեմ ամենաշատ հոդվածները գրել է Նայիրի Զարյանը և Հրաչյա Քոչարը։ Նայիրի Զարյանը եղել է բավականին համառ մարդ, գրելով բավականին հաջող բանաստեղծություն Ստալինի մասին, հասել է Մոսկվա, մտել Կրեմլ, հանձնել բանաստեղծությունը և ստացել է շքանշան, բայց նույնիսկ նրա գլխին կուտակվել են մութ ամպեր։ Պատճառը եղել է այն, որ 1940 թվականին ռեստորանում բավականին ճոխ նշել է իր 40-ամյակը և մեղադրվել է հղպածածության մեջ, բայց նրան փրկել է Երկրորդ համաշխարհային պատերազմը և 1941 թվականին մեկնել է ռազմաճակատ որպես զինվորական թղթակից, նույնիսկ կա նկարը զինվորական համազգեստով։ Հրաչյա Քոչարը նույնպես եղել է զինվորական թղթակից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, իսկ Ստալինի մահից հետո Հրաչյա Քոչարը նույնիսկ ազգայնական գրողի համբավ ուներ, և նրա ստեղծագործություններից մեկի հիման վրա Հենրիկ Մալյանը նկարեց հայ կինեմատոգրաֆի ամենաազգային ֆիլմերից մեկը՝ «Նահապետը»։